Միացյալ Նահանգներն այսօր ամենաինտենսիվ հարվածները կհասցնի ծանր պարտություն կրող Իրանին։ Պատերազմի 11-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Պենտագոնում հրավիրված մամուլի ասուլիսին Փիթ Հեքսեթը պնդել է. Իրանը հիմա միայնակ է մնացել, նրա պրոքսիները կամ ջախջախված են, կամ լուսանցք են մղվել։ Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված նպատակները եւ մեջբերում եմ չեն նահանջի մինչեւ թշնամին լիովին եւ վճռականորեն պարտության չմատնվի։ But we do so on our timeline and at our choosing. Բայց մենք կորոշենք, թե դա երբ եւ ինչպես անել։ Օրինակ այսօր Իրանում հարվածների ամենաինտենսիվ օրը կլինեն ամենաշատ կործանիչները, ռմբակոծիչները, ամենաշատ հարվածները կհասցվեն։ More refined and better than ever. ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը իր հերթին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային կարողությունների զգալի մասը, նաև ավելի քան 50 ռազմանավ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանի դեմ պատերազմում հսկայական հաջողություններ ունեն եւ այն կավարտվի շատ շուտով։ Դոնալդ Թրամփը միաժամանակ զգուշացրել էր, ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, քանզի ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ երկար ժամանակ չկարողանա միջուկային զենք ստեղծել։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը ըստ Կրեմլի տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել էր ավելի ուժեղ հարվածել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարմանը։ Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը եւ փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը, եւ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, նրանց կհարվածենք շատ ավելի ուժեղ, որ նրանք երբեք չեն կարող վերականգնվել, երբեք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները, սպառնալով ավելի շատ ու ավելի հզոր հրթիռներ արձակել։ Իրանի ամենաազդեցիկ ռազմական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը, այլ Իրանը, որը նաև թույլ չի տա, որ մեջբերում է 1 լիտր նավթ դուրս գա տարածաշրջանից, եթե հարձակումները շարունակվեն։ Թրամփին պատասխանել է նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարելով, որ իրանցիները չեն վախենում, մեջբերում են նրա դատարկ սպառնալիքից։ Ձեզանից ավելի ուժեղները չեն կարողացել վերացնել իրանցի ժողովրդին, այնպես որ զգույշ եղեք, որպեսզի ինքներդ չկործանվեք։ Ալի Լարիջանին նաև զգուշացրել է Հորմուզի նեղուցը կամ կդառնա խաղաղության եւ բարգավաճման նեղուց բոլորի համար, կամ պարտության եւ տառապանքի նեղուց, մեջբերում են պատերազմ հրահրողների համար։ Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը։ Աբբաս Արաղչին ասել է, թե փետրվարին Ժնևի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թե չեն հարձակվի, սակայն դրժեց խոստումը։ Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կլինի, որովհետև գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք։ Իրանի կառավարության խոսնակը մինչդեռ ասել է, որ ցանկացած միջնորդություն տեղի կունենա միայն եթե հրադադար հաստատվի եւ երաշխիքներ տրվեն, որ հետագայում չեն հարձակվի։ Այս զարգացումների զուգահեռ Իրանը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին։ Պաշտոնական տվյալներով միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից։ Իրանը նաև հարվածել է Իրաքի Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդյան Արաբիայում էլ նավթահանքի, Բահրեյնում իրանական հարվածից կա զոհ եւ վիրավորներ, Աբու Դաբիում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել արդյունաբերական համալիրում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային խոշոր ընկերությունը անօդաչուի հարվածից հետո փակել է վերամշակման իր գործարաններից մեկը։ Իրոթային տարածքում 2 հրթիռ խոցելուց հետո Թուրքիան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ամերիկյան Պատրիոտ համակարգ է տեղակայել երկրում։ Արտգործնախարար Հական Ֆիդանն էլ իրանցի պաշտոնակցին զգուշացրել է, եթե օդային տարածքի խախտումները կրկնվեն, Թուրքիան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։ Իսրայելի բանակն իր հերթին նոր հարվածներ է հասցրել Թեհրանին։ Իսրայելական 12-րդ ալիքը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ հարվածել են Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել։ Իրանական իսնագործակալության փոխանցմամբ իսրայելական հարվածներից զոհեր եւ վիրավորներ կան Արաք քաղաքում եւ Լորեստան նահանգում։ Փետրվարի 28-ից ի վեր ըստ իրանական աղբյուրների երկրում առնվազն 1230 մարդ է սպանվել, որից 460-ը Թեհրանում։ Վիրավորվել է մոտ 4000-ը։ Հարձակման ենթարկվելուց հետո Իրանում 9 հիվանդանոց այլևս չի գործում։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին երկրի տարբեր հատվածներում։ Հաղորդվում է նաև հարավում կատաղի բախումների մասին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան իր հերթին պնդել է, որ հարվածել է իսրայելական զորքին։ Պաշտոնական տվյալներով Լիբանանում առայսօր զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել 1313-ը։ Միայն վերջին 24 ժամում 100,000 մարդ է տեղահանվել։ Ընդհանուր տեղահանվածների թիվը անցնում է 667,000-ը։
Ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը շարունակում է աճել, թեև Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր նվազել է, տատանվելով $95 սահմաններում։ Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30%-ով։ Պակիստանը, Թայլանդը, Վիետնամը եւ այլ երկրներ էներգախնայողության միջոցների են դիմում։